Հիմա արգումենտներ են ասում, ես հիմա հետևում եմ ռեակցիաներին, թե փորձում են իմ այս բացահայտումների տրամաբանությունը հարցականի տակ դնել, ասում են լավ, ուրեմն Ադրբեջանը, չգիտեմ, այսքան պատրաստվում էր այս պատերազմի, որ տենց հոյակապ խաղաղությունը շնորհի բանին, Հայաստանին, բայց քան ժամանակ զենքեր կուտակում, բան եւ այլն եւ այլն։ Իհարկե զենքեր հավաքում, զենքը զինվելու եւ ընդհանրապես քո ռազմական ուժերի կարգավիճակը բարձրացնելու նպատակը մենակ այն չի, որ անպայման դու պետք է կիրառես։ Զսպողական է։ Դա բանա նաեւ պարտադրելու համար է։ Առանց դրա իրանց հաշվարկներով Հայաստանը 5 շրջան էլ չէր տա։ Այսինքն եւ ասեմ ցանկացած երկիր, եթե մի բան կարող է լուծի դիվանագիտական ճանապարհով, այնուամենայնիվ հաշվի առնելով, որ ցանկացած պատերազմ ունի իր ռիսկերը, վտանգները, ինչ-որ բան կարող է պլանավորվածի նման չգնա, ի վերջո զոհեր են լինելու պետությունը նաեւ ռեպուտացիոն բանա վճարելու, ասենք գինա վճարելու եւ այլն, ցանկացած պետություն իր նպատակների իրագործման համար գերադասում է դիվանագիտական լուծումը ռազմականի նկատմամբ։ Եթե ինչ-որ բան կարող ես հասնել դիվանագիտականով, նույն բանին, կասես գնամ դիվանագիտականով հասնեմ։ Եվ իհարկե Ադրբեջանի ռազմական հզորացումը պետք է որ իրանք կարողանային գոնե այդ պայմանները պարտադրեն, այսինքն գոնե այդ 5 շրջանը հետ ստանային։